այլ հարցեր։ Ես ասացի պարոն նախագահ կապ ունեին անելիքների հետ, թե քաղաքական մեծամասնության պարլամենտում եւ թե գործադիրի ներկայացուցիչներին եւ թե նաեւ մեր տարածքային կառույցներին։ Ինչ վերաբերում է ազգային ժողովի մեր մեծամասնության աշխատանքներին, ապա հիմնականում այն գնահատվեց դրական, բայց միևնույն ժամանակ մենք ամրագրեցինք, որ պետք է թիմը աշխատի շատ ավելի միասնական, ավելի հրապարակային, ավելի բաց եւ կարեւորեցինք մեծամասնություն, ազգային ժողովի եւ կառավարության միասնական աշխատանքը։ Եվ ինչպես լավ արտիլատերի համարեցինք բացակայությունները։ Երկրորդը դուք տվեք ավարտել։ Երկրորդը թե նախագահը եւ թե մենք որպես ելույթներ արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենածանրակշիռ քաղաքական ուժը եւ ամենավճռակավոր եւ ամենածանրակշիռ քաղաքական կուսակցությունը։ Եվ այդպեսին լինելու համար մենք պետք է շարունակենք մեր ծանրակշիռ գործունեությունը։ Ինչ վերաբերում է կառավարության գնահատականին, ապա նշեցինք, որ կառավարությունը աշխատում է բավականին բաց, բավականին հրապարակային եւ պետք է նման գործելավոճը շարունակել։ Ավելին կարևորվեց տարածքային կառույցների եւ շրջանային կառույցների ուղիղ աշխատանքը, որպեսզի նաեւ տարածքների մեր կուսակիցների մեր հասարակության ձայնը լսելի լինի կուսակցության ղեկավարության։ Ինչպես նաեւ կարևորվեց համարական բարեփոխումների փաստը, Հանրապետության նախագահի ելույթում նշեց, որ թերևս առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ մենք հրապարակային իրականացնում ենք համարական բարեփոխումների հրապարակային բաց քննարկումներ, եթե մինչ այդ քննարկումները ընթացել են պատրաստի հայեցակարգի շուրջ, ապա ի տարբերություն նախորդ քննարկումների 95-2005-ի սահմանությունների, այսօր իշխանությունը ոչ թե հրամցնում է հասարակությանը եւ քաղաքական ուժերին պատրաստի հայեցակարգ, այլ քննարկում է թե քաղաքական շրջանակներ եւ թե հասարակության ակտիվ սեկտորի հետ տարբեր հայեցակարգեր, տարբեր գաղափարներ եւ հոկտեմբերին արդեն պատրաստ լինի հայեցակարգը եւ այդ հայեցակարգը ակտիվ կքննարկվի թե պարլամենտական, թե ոչ պարլամենտական խորհրդարանական ուժերի, ինչպես նաեւ հասարակության հետ։ Համեցեք շատ ջան։ Սուրիքի մասնակցի խնդիրի վերջը ինչ է լինելու, եթե ոչ Սուրիկ Խաչատրյանը, ապա ով։ Սյունիքի մարզպետի հարցը ընդհանրապես չի քննարկվում։ Ինչպես տեսակ, այս նիստի ընթացքում, որովհետև շուրջ 2.5 ժամ քննարկել ենք մեր պետության արտաքին եւ ներքին քաղաքականության կարևորագույն հարցերը։ Այսինքն հայ-թուրքական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, համանախագահ երկրների ղեկավարների հետ հանդիպումներ, սպասվելիք հանդիպումներ, ազգային ժողովի քաղաքական մեծամասնության գործունեություն, կառավարություն եւ ազգային ժողովի միասնական գործունեություն, այդքանը համադրական բարեփոխումներ եւ կարեւոր այն է, որ քննարկումների առույցի բաժինը ընկած է մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներին, շրջանային կառույցներից մինչև պատգամավորներ եւ գործադիր ներկայացուցիչներ ակտիվ քննարկեցին, ելույթներ ունեցան եւ սա կուսակցական դեմոկրատիայի վառօրինակ է, որտեղ քննարկումների արդյունքում նոր ընդունվում է որոշումներ։ Համեցեք։ Նախագահ մտահոգությունների մասին չխոսել։ Նախագահը արձանագրել է, որ այսօր առաջին անգամ մեր պատմության ընթացքում մեր հասարակության հետ քննարկում ենք համանախագահ բարեփոխումների անհրաժեշտության հարցը։ Եվ ոչ թե մենք մեր հասարակության եւ քաղաքական ուժերին հրամցնում ենք մեր կողմից մշակված հայեցակարգ, այլ քննարկում ենք նրանց հետ գաղափարներ, որպեսզի այդ գաղափարները գեներացնենք եւ հոկտեմբերին ներկայացնենք նոր հայեցակարգ։ Եվ այդ հայեցակարգը կքննարկվի քաղաքական վերնախավի, քաղաքական կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչների հետ, նոր արդեն կդրվի մեր դատին։ Ավելին նաև խոսվեց նրա մասին, որ այո, վերցեր բանից այս անգամից խոսել են, որ մեզ համար անհասկանալի է այն քաղաքական կուսակցությունների պահվածքը, որոնք խոսելով համանրական բարեփոխումների մասին նշում են, որ ժամանակը չէ։ Բայց երբ է ժամանակը։ Այսինքն նախագահական ընդունումներից առաջ ժամանակներ, երբ որ դրանք գոռում գոչյունով հայտարարում էին, որ
Անհրաժեշտ է համարական բարեփոխումներ, անհրաժեշտ է անցել պարլամենտական համակարգի։ Հիմա հենց նախագահական ընտրությունները ավարտվեցին, արդեն ժամանակը չի։ Դա ծիծաղելի է այդ փաստարկը։ Կամ ինչին են դեմ։ Եթե դեռ հայեցակարգը չկա, ինչին են դեմ։ Իմ համար հասկանալի է միանգամայն դաշնակցության տեսակետը։ Մարդիկ իրանց հստակ տեսակետը հայտարարել են, ասում մենք մեր տեսակետն ենք պաշտպանելու, մենք կողմ ենք համակարգային փոփոխությունների, գտնում որ պետք է ասի անցում կատարվի այս համակարգին եւ եկեք քննարկենք եւ բանալուչենք։ Բայց եթե կան քաղաքական ուժեր, որոնք մի տարի առաջ հայտարարում էին, որ իրենց քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը դասամարական բարեփոխումներն են, այսօր ասում են, եք ինչ կա ժողովուրդ։ Հիմա ժամանակը չէ, միգուցե 2 տարի հետո կամ մի տարի հետո կամ 10 թվից հետո, դա ծիծաղելի է։ Դա պատճառաբանություն չի, դա մեր ժողովրդական խոսքով ասած մհանա է, որը դուրս չի կարող ընկալվել։ Ամեցեք։ Իսկ նախագահը ինչ է վերաբերում այն ֆակտորը, որ բարեփոխող համանացությամբ նրա նախագահի լիազորությունները թույլատրվել են ավելի։ Եղբայր, ուրեմն մենք չունենք բարեփոխված համահայրություն, ոչ ունենք բարեփոխված համանացության նախագիծ։ Երբ որ կլինի հայեցակարգը, ես մի ժամ ձեզ փորձում եմ ներկայացնել, որ առաջին անգամ, ուշադիր եղեք հիմա ինչ եմ ասում, առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում քաղաքական իշխանությունը հասարակության քաղաքական ուժերի հետ ոչ թե քննարկում է պատրաստի հայեցակարգ, ոչ թե ասում ես որոշել եմ, սա է, այլ գնում է բոլոր համայնքներով, հիմնական խոշոր համայնքներով քաղաքական ուժերի հետ քննարկում է, գեներացնում է մտքերը, վերցնում է մտքերն ու գաղափարները տարբեր քաղաքական ուժերի, տարբեր քաղաքացիական շրջանակների, պատրաստելու է հայեցակարգը, այդ համանական բարեփոխումների հայեցակարգը հոկտեմբերին կներկայացնի քաղաքական ուժերը եւ նրանց ստացվի քննարկումները։ Հիմա խոսել պետքա լիազորությունները ավելանա, պետքա թուլանա, անուշ կլինի։ Որտեղ դերևս հայեցակարգը պատրաստ չէ։ Ես նկատում եմ Ալդանովի բոլոր անդամները, այդ թվում Ալդանովի նախագահի են, բոլոր քննարկումները որոշեցին են մարդկանց։ Պետք է դիմեն դրա վրա, նախագահի լիազորությունները պետք է թույլատրվեն։ Հանրապետության նախագահ համարական բարեփոխումների հանձնաժողովի նիստի ժամանակ իր կարծիքը ամբողջությամբ ներկայացրել է։ Դրա մասին ես դուք սպեսիալության խոսել եմ, եւ դուք կարող եք ծանոթանալ։ Եթե մոռացել եք, եւս մեկ անգամ կարող եք կրկնել, որ այլևս անցյալում են այն ժամանակները, երբ որ մեկ քաղաքական գործիչը, մեկ պետական գործիչը կարող է որոշել շատ կամ ամեն ինչ։ Հիմա մենք անցում ենք կատարում ցանցային հորիզոնական համակարգին, որտեղ վճռական է լինելու ոչ թե մեկ ղեկավարի, մեկ պաշտոնյայի, այլ քաղաքական կուսակցությունների դերակատարումը։ Եվ մենք բնականon գնալու ենք այդ ճանապարհով, որպեսզի ապագայում Հայաստանում վճռական լինի քաղաքական կուսակցությունների կարծիքը։ Ինչի ճանապարհով գնացել է ժողովրդական աշխարհի։ Այլ հարցեր շատ է կողմից։